Ողջույն, գնում ենք կրեմ չիզի համար պանիր, սերուցք և կարագ ընտրելու։ Ընտրում ենք անպայման կենդանական ծագման 33% սերուցք։ Սրանք բոլորը 20% են և մեզ պետք չեն գա։ Ահա սկսում է 33-ների շարքը։ Անպայման ուշադրություն դարձրեք տոկոսայնությանը։ Տոկոսայնությունը չի վերաբերվում բուսական ծագում ունեցող սերուցքներին։ Անցնում ենք պանիրներին։ Ուշադրություն դարձրեք, ոչ մի տեսակի հալվող պանիր կամ յուրաքանչյուր հավելումով պանիր չի կարող օգտագործվել կրեմ չիզի պատրաստման մեջ։ Ընտրում ենք միայն այն պանիրները, որոնց վրա գրված է «Տվարոժնի սիր» կամ «Տվարոժնի սլիվոչնի սիր»։ Ահա իմ ամենասիրելի պանիրը և այսպիսի պանիրներ ևս կան մեծ տուփերով։ Կարագի ընտրությունը իմ մոտ միշտ տարբերվում է կախված նրանից, թե ինչ է պատրաստում։ Օրինակ կրեմ գանաշի համար ես միշտ օգտագործում եմ 72.5% կարագ։ Իսկ այ կարագով կրեմ չիզ ստանալու համար միշտ նախընտրում եմ 82.5%-ը։ Եթե հետաքրքիր էր հավանիր և մեկնաբանություններում գրիր, թե ինչ տեսակի կարագ, սերուցք կամ պանիր ես դու օգտագործում։